Ողջույն, լրատվական ռադիոյի եթերում իր աշխատանքն է սկսում Թարմ ուղեղով հաղորդաշարը, տաղավարում աշխատում է Հասմիկ Գորբելյանը։ Այսօր իմ Թարմ ուղեղով զրուցակիցը Գիտությունների ակադեմիայի ինստիտուտի հայկական հարցի եւ հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Մարուքյանն է։ Ողջույն։ Բարև ձեզ։ Պարոն Մարուքյան, համաձայն մեր հաղորդաշարի ֆորմատի, այժմ կլսենք մեկ լուր, այնուհետև կանցնենք համատեղ քննարկման։ Գործադիրն այսօրվա նիստում հավանություն տվեց հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, ցեղասպանությունների դատապարտման կանխարգելման, ինչպես նաև ժողովրդականության դեմ պայքարի գործում նշանակալի եւ ծանրակշիռ ավանդ ունեցող օտարերկրյա քաղաքացիներին երախտագիտության մեդալով պարգևատրելու նախագծին։ Նշենք, որ գործող օրենքի 25-րդ հոդվածի համաձայն երախտագիտության մեդալով պարգևատրվում են պետական հասարակական գործիչները, տնտեսության, կրթության, գիտության, մշակույթի եւ այլ բնագավառների գործիչները։ Կարևորը պարգևատրվեն այն մարդիկ, ովքեր իսկապես արժանի են, քաղաքական մաս չլինի, քաղաքագետ Լևոն Շիրինյան։ Տերյաներից վերտրած արտագրած բան է, ինքնուրույն բան կարելի անել։ Це հիմա եթե կան մարդիկ, որոնք ակնառու ծառայություններ ունեն, կարելի է շնորհել մանավանդ մենակ մի բանով էլի հայկական սովորության ծանոթ բարեկամ չլինի նաև աշխարհի մասշտաբով հայտարարակ բան դրնի էլի։ Ուղղակի չափանիշներն այդ դեպքում չափազանց օբյեկտիվ պետք է վերցվեն։ Շնորհակալություն հայտնեն նրանց, ովքեր իսկապես արժանի են։ Քաղաքական մաս չլինի այդ հարցի մեջ ընդհանրապես։ Պարոն Մարուքյան, ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ, որը պետք է լինի մեր համար մեկ խնդիրը։ Պետք է երախտագիտության մեդալներ շնորհել, թեպետ աշխարհը պարտավոր է ճանաչել հայոց ցեղասպանությունը, առանց մեդալներ շնորհելու, թե ճանաչման գործընթացի համար առավել արդյունավետ մեխանիզմներ են պետք։ Անշուշտ ես համաձայն եմ, որ մարդիկ, ովքեր որ որոշակի ավանդ ունեն հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում եւ գիտական ուսումնասիրություններ են կատարում լինելով զգությամբ ոչ այ, նրանց հայ ժողովուրդը պետք է երախտապարտ լինի, որ նման հետազոտություններ այնուամենայնիվ կատարում են, վեր են հանում պատմական ճշմարտությունը եւ փաստորեն մեկ անգամ եւս փաստում, որ թուրքական պետությունն իրականացրել է այդ հրեշավոր հանցագործությունը մեր ժողովրդի նկատմամբ, բայց կարծում եմ, որ սա ավելի շուտ պետք է լինի երկրորդական գործունեության ուղղություն, որովհետև այլևս 100 տարի անց մենք չպետք է զբաղվենք միջազգային ճանաչման ուղղված ինչ-որ գործողություններով, սա արդեն անցած էտապ պետք է համարենք եւ հաջորդ մեր քայլերը պետք է հստակ նպատակաուղղված լինեն հատուցման խնդրին, որովհետև այլևս միջազգային ճանաչման ուղղությամբ աշխատանքները տանում են դեպի փակուղի։ Եվս մի քանի երկրների ճանաչում, մի քանի կազմակերպությունների ճանաչում գործնականում ոչինչ չի տալիս, որովհետև մեզ համար կարևոր հանգուցալուծումը հանցագործ պետության կողմին ճանաչել տալն է եւ հարկադրել, որ նա ընդունելով կատարված փաստը սկսի ապաշխարանքի հատուցման այդ գործընթացը, իսկ փորձը ցույց է տալիս, որ մեր հարևան երկիրը կամավոր չի պատրաստվում դա անել, ընդհակառակը հոխորտանքներ ենք լսում, սպառնալից հայտարարություններ եւ այս առումով պետք է քայլեր ձեռնարկենք, որպեսզի Թուրքիան դրվի այնպիսի վիճակի մեջ, որ այլևս այլընտրանք չլինի, այսինքն ինքը հասկանա, որ դա անխուսափելի է եւ այս իմաստով կարող եմ ասել, որ 100-րդ տարելիցին մենք արդեն կատարել ենք այդ քայլը, երբ որ ընդունվեց հունվարի 29-ի համահայկական հռչակագիրը, փաստորեն այս փաստաթղթում մենք արդեն ամրագրել ենք, որ մեր խնդիրը ոչ այնքան արդեն միջազգային ճանաչումն է, որքան հատուցման ուղղված կամ պահանջատիրության ուղղված գործունեություն, այնպես որ կարծում եմ, որ վաղուց հասունացել էր այս քայլը, բայց լավ է ուշ քան երբեք մենք արդեն այդ քայլը կատարել ենք։ Որն է ավելի արդյունավետ անհատական հայցերով միջազգային ատյան դիմելու տարբերակը, թե համընդհանուր հայցի պահանջ ներկայացնելը։ Իմ նշած փաստաթղթում, որը ընդունվեց համահայկական հռչակագրի 6-րդ հոդվածում, նշված է, որ պետք է աշխատանքներ տարվեն թղթածրարի ստեղծման ուղղությամբ, որտեղ նախատեսում է պահանջների եռաստիճան համակարգ, անհատական, համայնքային եւ համազգային, ու անհատականը արդեն հասկանալի է մարդկանց պահանջն է պապենական կալվածքների նկատմամբ իրավունքը վերականգնելուն, համայնքայինը դա մեր թուրքահայ համայնքի փաստորեն ոտնահարված իրավունքների վերականգնումն է, նաև նրա սեփականության բռնազավթումը, որի նկատմամբ պետք է իրավունքները վերականգնվեն, նույնը կարելի ասել Պոլսի պատրիարքության, Սսի կաթողիկոսության բռնազավթված ունեցվածքի հետ կապված իդեպ Արամ առաջին կաթողիկոսը մեկ անգամ չէ, որ նման հայտարարություններ է արել եւ ընդգծել վճռականությունը Սսի կաթողիկոսության բռնազավթված ունեցվածքի վերադարձի հետ կապված եւ իհարկե
համազգայինը դա ամբողջ ժողովրդի անունից հանդես գալու խնդիրն է, բայց գիտեք, ես կարծում եմ, որ երբեմն ընկնելով այդ գայթակղության գիրկը, որ ամեն մեկը փորձում է վերականգնել իր պապենական կալվածքների նկատմամբ իրավունքները, կարող ենք հայտնվել ոչ բարենպաստ իրավիճակ։ Ինչու, որովհետև նախ պետք է ուրեմն ներպետական օրենսդրության բոլոր հնարավորությունները օգտագործեն, այսինքն պետք է փորձեն դատական գործընթացը Թուրքիայի Հանրապետության տարածքում ավարտին հասցնել, իսկ մենք գիտենք թուրքական արդարադատությունը իրենից ինչ է ներկայացնում, նոր մերժում ստանալով դիմել մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Բայց անգամ եթե մենք կարողանանք անհատական նման հայցերով հաղթանակներ ունենանք, ակնհայտ է, որ Արևմտյան Հայաստանի ոչ ամբողջ տարածքի նկատմամբ կան այդ կալվածքներին իրավունքները հաստատող փաստաթղթերը։ Կգա մի պահ, որ այդ գործընթացը կանգ կառնի։ Խոսքը մաքսիմում մի քանի տասնյակ նման փաստաթղթերի մասին է, իսկ դա ակնհայտ է, որ դա ամբողջ Արևմտյան Հայաստանը չէ։ Եվ կստեղծվի մի իրավիճակ, որ մեր հարևան պետությունը կասի, խնդրեմ, փաստաթղթերը ներկայացվել են, ես արդեն հատուցել եմ եւ հատուցման թեման այլևս փակ է։ Ու կստացվի այնպես, որ մի քանի մարդ ընդամենը այդ գործընթացից կշահի, իսկ ընդհանուր համազգային պահանջը կմղվի հետին պլան։ Տավարական առումով ճիշտ կլինի համազգային փաթեթի ներկայացման շրջանակներում, որ լինի, կամ դրանից հետո, երբ որ մենք ազգային խնդիրը լուծած կլինենք, նոր այդ անհատական խնդիրները կլուծվեն, թե չէ կստացվի այնպես, ինչպես եղավ օրինակ New York Life Insurance-ի հետ կապված, երբ որ էլի որոշ մարդիկ ապահովագրավճարներ ստացան, մյուսները չկարողացան դրան հասնել, որովհետև հայցը այնպես էր ձևակերպված, որ երկրորդ անգամ ամերիկյան արտահայտությանը չեն կարող դիմել։ Եվ ասենք մի քանի մարդ շահեկան վիճակում դուրս կգա ընդհանուր ստվեր գցելով ազգային հարցին։ Կարծում եմ, որ այն մարդիկ, ովքեր ունեն նման կալվածքների իրավունքներ հաստատող փաստաթղթեր, պետք է մի քիչ համբերատար լինեն եւ հասկանան, որ խնդիրը միայն նեղանձնական չէ, այլ համազգային է, փորձեն այդ խնդիրը տեղավորել համազգային հատուցման այդ ընդհանուր ծրարի մեջ, այլ ոչ թե գնան անհատական քայլերով։ Սա իմ անձնական տեսակետն է, թեև միշտ գայթակղի չէ այսօր եւ հենց հիմա հաջողության հասնելու տայնություն։ Ինչ եք կարծում, արդյոք ժամանակը չէ հստակ ձևավորենք, թե ինչ ենք ակնկալում Թուրքիայից, որոնք են այդ հետևանքները եւ ինչպես են այն հաղթահարելու։ Հռչակագիրը, որ ընդունվել է, սա առաջին քայլն է եւ սրանով ամեն ինչ չի ավարտվում, ընդհակառակը սա սկիզբ է։ Նույն 6-րդ հոդվածում արձանագրումը, որ պատրաստելու ենք թղթածրար, ենթադրում է, որ այդ փաստաթղթում, երկրորդ պատրաստվելիք փաստաթղթում իսկապես պետք է պատասխան տրվի կարևորագույն հարցերին։ Առաջինն այն է, թե իսկապես ինչ ենք հասկանում հայոց ցեղասպանության հետևանքներ ասելով, որովհետև եթե մենք դա չենք հստակեցնում, շատ անորոշ է, թե ինչ պահանջներ պետք է ներկայացվեն։ Յուրաքանչյուր հայի համար այդ պահանջատիրություն կոչվածը ընկալվում է յուրովի, սկսած հողային պահանջից վերջացրած մյուս բնագավառներում։ Ընդհանուր առմամբ հայոց ցեղասպանության հետևանքները կարելի է պայմանականորեն բաժանել 5 հիմնական խմբերի, ելնելով նրանից, թե հայ ժողովրդին ցեղասպանության իրագործմամբ ինչ վնասներ են հասցվել։ Առաջինն անշուշտ հայրենազրկումն է, ամենակարևոր կորուստը եւ դրանից բխող հետևանքը, մեր հայրենիքի մեծ մասի բռնազավթումը, արևմտահայության վերածումը սփյուռքահայերի, անջրպետի ստեղծումը հայության երկու հատվածների միջև։ Երկրորդը մարդկային կորուստներն են, որոնք զգալի վնաս էին մեր ժողովրդի համար։ Ի դեպ ասեմ, որ մենք երբեմն վնասներն ու հետևանքները նույնականացնում ենք, ինչը սխալ է։ Նույն մարդկային կորուստների հետ կապված ընդունված է այն տեսակետը, որ 1.5 միլիոն հայ է նահատակվել մեծ եղեռնի տարիներին, բայց սա համարում են հետևանք։ Սա հետևանք չէ, սա կորուստ անմիջականորեն կրած վնաս ցեղասպանության իրագործմամբ։ Հետևանքը այն է, որ այդ 1.5 միլիոնի կորուստը զգալիորեն հարված հասցրեց մեր ժողովրդի հետագա բազմացման, նրա կենսագործունեության զարգացման առումով։ Պատկերացրեք, որքան կլիներ այսօր հայության թվականակը, եթե այդ 1.5 միլիոնը նահատակված չլինեին։ Ուզում եմ երկու հանգամանք նշել սրա հետ կապված, որ առաջին արևմտահայությունը բազմազավակ էր եւ երկրորդը առնվազն 25 տարին մեկ տեղի ունենում բնակչության ռեգեներացիա, վերարտադրություն։ 100 տարվա ընթացքում առնվազն 4 անգամ պետք է վերարտադրություն տեղի ունենար։ Հետևանքը մարդկային կորուստների այն է, որ մենք կունենայինք այսօր 20 միլիոնը գերազանցող
հայություն, բայց չունենք, որովհետև 1.5 միլիոնը նահատակվեց Մեծ Եղեռնի տարիներին։ Երրորդը պատմամշակութային ժառանգության ոչնչացումն է ու դրա հետևանքները, երբ մեր քաղաքակրթությունը ուղղակի սրբում ոչնչացում է մեր հայրենիքի տարածքից, սա նույնպես խոշորագույն հարված է մեր ժողովրդի հետագա կենսագործունեությանը։ Հաջորդը դա նյութական կորուստն է եւ դրանից բխող հետևանքները։ 1919 թվականին Փարիզի խաղաղության վեհաժողովին Պողոս Նուբարի պատվիրակության կողմից ներկայացված հուշագիրը, համաձայն որի հայության նյութական վնասները առաջին աշխարհամարտի տարիներին կազմել են 19 միլիարդ 130 միլիոն 982 հազար ֆրանկ 19 թվականի արժեքով։ Բայց ակնհայտ է, որ ազգային պատվիրակությունը չափազանց կարճ ժամանակ ուներ այս կորուստները հաշվելու առումով, բացի այդ հաշվի չէին առնվել ցեղասպանության շարունակության արդյունքում հասցված վնասները։ Վերջապես հոգեբանական հարված հասցվեց մեր ժողովրդին, դա հոգեկան խեղումները եւ դրանից բխող հոգեբանական հետևանքները, մինչ օրս ուրեմն հայ ժողովուրդը բարդույթավորված է։ Ահա այս բոլոր 5 ուղղություններով պետք է հատուկ ուսումնասիրություններ կատարվեն։ Վերլուծելով յուրաքանչյուր առանձին իմի բերելով այս ամենը, մենք հասկանանք, թե հայոց ցեղասպանության այս 5 ուղղությամբ հասցված վնասների ու դրանցից բխող հետևանքների ինչ հանրագումար ենք մենք պահանջում հանցագործ պետությունից։ Լրատվական ռադիոյի եթերում շարունակում է Թարմ ուղեղով հաղորդումը, տաղավարում աշխատում է Հասմիկ Օրբելյանը, իսկ զրուցակիցս Գիտությունների ակադեմիայի Պատմության ինստիտուտի հայկական հարցի եւ հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու դոցենտ Արմեն Մարուքյանն է։ Ցեղասպանության հարցը իրավական դաշտում լուծելու հարցում ռազմավարության պակաս տեսնում եք եւ այս հարցում միջազգային կառույցների, այլ երկրների եւ ցեղասպանություն ու հայրենազրկում ապրած ազգերի հետ համագործակցություն կա։ Անշուշտ հարկավոր է եւ ռազմավարություն եւ մարտավարությունը ճշգրտել իրավական գործընթացի։ Մենք պետք է հստակեցնենք, թե ինչ միջազգային իրավական մեխանիզմներ ենք տեսնում այս խնդրի հանգուցալուծման համար, թե մասնավորապես որ միջազգային դատական ատյանում պետք է մեր պահանջները ներկայացնենք, որը պարտադիր լինի նաեւ Թուրքիայի Հանրապետության համար, անհատական գանգատների հետ կապված պատկան դատական ատյանը մարդու իրավունքների եվրոպական դատարանն է։ Բայց ակնհայտ է, որ սա մասնավոր հայցերի մասին է խոսքը, ոչ պետության կողմից ներկայացվող հայցի։ Պետության կողմից հայց կարող է ներկայացվել ՄԱԿ-ի միջազգային դատարանում եւ միայն այդ դատական ատյանն է օժտված իրավասությամբ դատելու պետություններին։ Պետք է նշեմ, որ այս իմաստով առաջին նախադեպային որոշումը միջազգային դատարանի կա, Բոսնիա-Հերցեգովինան ընդդեմ Սերբիայի եւ Չեռնոգորիայի դատական գործի որոշումն էր, որով Սերբիան եւ Չեռնոգորիան պատասխանատու ճանաչվեցին Սրեբրենիցայում իրականացված ցեղասպանությունը չկանխարգելելու համար։ Մենք ունենք արդեն առաջին նախադեպային որոշումը ՄԱԿ-ի միջազգային դատարանում, որով փաստորեն առաջին անգամ պետությունը պատասխանատու ճանաչվեց ցեղասպանության հանցագործության համար։ Այս իմաստով անշուշտ մենք այդ պահանջները, որ պետք է ներկայացվեն, պետք է հստակ հղկված լինեն եւ լինեն անխոցելի, թե փաստական հանգամանքների առումով, թե միջազգային իրավունքի նորմերի կիրառելիության առումով, որպեսզի դատարանում մենք ակնհայտ է, որ հանդիպելու ենք Թուրքիայի հակազդեցությանը, բայց նա չկարողանա մեր դեմ օգտագործել որոշակի փաստեր կամ հանգամանքներ, բայց փորձը ցույց է տալիս միջազգային իրավունքը դարձել է մեծ քաղաքականության սպասավոր։ Եվ հաճախ ենք տեսնում երկակի ստանդարտների կիրառություն միջազգային իրավունքի նորմերի հետ կապված, նույն Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հետ կապված։ Այստեղ որոշակի վտանգ կարելի է տեսնել, որ եթե մենք առանց քաղաքական նախապատրաստական լուրջ աշխատանքի սկսենք իրավական գործընթացը եւ օրինակ ՄԱԿ-ի միջազգային դատարան, չի բացառվում, որ այս խնդիրը ելի շահարկումների առարկա դառնա եւ սկսեն օգտագործել մեր հարցերը իրենց խնդիրները Թուրքիայի հետ կարգավորելու համար, ինչպես եղել է միշտ։ Երբ որ մենք տեսնում ենք միջազգային ճանաչման գործընթացը, ակնհայտ է, որ ցանկացած պետություն ճանաչում ու դատապարտում է հայոց ցեղասպանությունը առաջին հերթին ելնելով իր շահերից ու նպատակներից։ Եվ մենք ուղղակի իրավունք չունենք իրավական գործընթաց սկսել եւ այս մեր հարցը կրկին անդրադրամ դարձնել այդ մեծ տերությունների եւ Թուրքիայի հարաբերությունում։ Այսինքն մինչեւ մենք վստահ չլինենք, որ միջազգային դատարանը գործելու է անկախ, այդ դեպքում մենք իրավունք ունենք նման քայլ կատարելու, որովհետեւ Աստված մի արած է, եթե միջազգային դատարանը մերժի մեր հայցը, մենք բողոքարկելու իրավունք այլևս չենք ունենա։
ու սա բավական վտանգավոր է։ Այս իմաստով իհարկե համագործակցության մեծ դաշտ կա, որը կարծում եմ լիարժեք չի օգտագործվում, մասնավորապես այն երկրները, որոնք ճանաչել են հայոց ցեղասպանությունը, ակնհայտ է, որ դրանք ընդամենը հայեցողական փաստաթղթեր են, ոչինչ չպարտադրող այդ երկրների գործադիր մարմիններին։ Եկել է ժամանակը, որ ռացիոնալացվի այդ երկրների կողմից ընդունված որոշումներ, սատարեն հայ ժողովրդին, երբ որ բանը հասնի միջազգային դատական ատյան դիմելու։ Եվ իհարկե պետք է նաև աշխատանք տարվի դատապարտելու համար այն ժողովուրդների ցեղասպանությունը, որը տեղի ունեցել հայոց ցեղասպանությանը զուգահեռ։ Ինչու է սա կարևոր, որովհետև այս դեպքում մեր լոբիստական գործունեությունը եւ համագործակցությունը այլ ժողովրդի համայնքների ու կառույցների հետ կդառնա ավելի արդյունավետ։ Այս քայլով մենք աշխարհին կապացուցենք թուրքական պետությունը իր բնույթով, իր էությամբ ցեղասպան պետությունը։ Եվ նման հանցագործություն իրականացրել է ոչ միայն հայերի, այլ նաև այս ժողովուրդների նկատմամբ, ինչը շատ կարևոր է։ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընթരാճ Թուրքիան թեպետ շարունակում է իր ժողովրդականությունը, այդուհանդերձ երկրում սեփական պատմության հետ առերեսվող մարդկանց թիվը ամեն տարվա հետ ավելանում է։ Ըստ ձեզ ո՞րն է այս պարադոքսի պատճառը։ Ես բնավ չէի ցանկանա ժխտել այն հանգամանքը, որ Թուրքիայում հասարակական դաշտում ինչ-որ գործընթացներ են տեղի ունենում, կան ազնիվ մարդիկ, որոնք քննադատում են սեփական իշխանությունների անհեռատես այդ գործելավոճը, եւ կան իրավապաշտպան կառույցներ, որոնք նաեւ Փերինչեկի գործով հանդես եկան մեզ հետ միասին, բայց կարծում եմ, որ սրանք ավելի շատ լուրջ, այսպես ազդեցություն չթողնող երևույթներ են թուրքական հասարակական քաղաքական կյանքում, ավելին ասեմ, որ մեծ մասամբ նման ասենք գործողությունները անգամ հասարակական դաշտում ուղղորդվում են թուրքական իշխանությունների կողմից։ Բերեմ մեկ օրինակ, այդ տեսեք տարիներ անց սկսվեց ստորագրահավաք ներողության արշավ Թուրքիայի հասարակական գործիչների, որոնք ներողություն էին խնդրում հայերից կատարված ցեղասպանության համար, այս ուղերձը փաստորեն ուղղված էր Հայաստանի Հանրապետության հայությանն առհասարակ։ Հետարքիրն այն է, որ Թուրքիայի Հանրապետության քրեական օրենսգրքում շարունակում է գործել 301 տխրահարճակ հոդված, որի համաձայն թրքությունը վիրավորող ցանկացած անձ կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության։ Բայց հատկանշական է, որ ներողության արշավի եւ ոչ մի գործիչ պատասխանատվության չի ենթարկվեց հայոց ցեղասպանության համար ներողություն խնդրելու համար։ Սա վկայում է այն մասին, որ թուրքական իշխանությունները իրենք են պատվիրել այս ներողության արշավը եւ հետարքիր է նաեւ, որ ներողության արշավի եւ ոչ մի մասնակից չի խոսում հատուցման մասին։ Խնդիրը հետևյալն է. սա որոշակի մեսիջ էր ուղղված հայությանը, որ մաքսիմումը ինչին պատրաստ է թուրքական հասարակությունը, դա ներողություն խնդրելու։ Տարբերությունը մեր հասարակության ու պետության եւ թուրքականի կանում է նրանում, որ եթե թուրքերի համար ներողությամբ ամեն ինչ ավարտվում է, մեր համար ներողությամբ ամեն ինչ սկսվում է։ Պետք է սկսվի հատուցման գործընթաց, որովհետեւ չի կարող մարդասպանը սպանվածի հարազատներից ներողություն խնդրել ու դրանով ամեն ինչ ավարտվի։ Կատարվել է ծանրագույն միջազգային հանցագործություն, ինչպիսին է ցեղասպանություն։ Եվ դրա համար պետք է պատասխանատվություն կրի այդ պետությունը եւ նաեւ հատուցի կատարված հանցագործության դիմաց վերացնի այդ հանցագործության հետևանքները բոլոր իմ նշած 5 հարթությունների վրա։ Բայց ակնհայտ մենք տեսնում ենք, որ թուրքական հասարակությունը դեռևս պատրաստ չէ դրան, որովհետեւ դեռ բազմաթիվ տաբուներ կան։ Ճիշտ է, սկսել են խոսել ավելի բաց, հատկապես քրդերը հայերի ցեղասպանությունից եւ նաեւ մեր հայրենակիցները, ովքեր կամած վերադառնում են իրենց ազգային ակունքներին, բայց բոլոր դեպքում թեման դեռևս լիարժեք բաց չի եւ այդ տաբուները լիարժեք չեն հաղթահարվում։ Համաձայն եք այն մտքին, որ Թուրքիան Ադրբեջանի ռազմական նման ակտիվության հարցում իր նպատակն ու շահերն ունի, որոնք համաձայնեցված են։ Դրանցից է նաեւ հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընթരാճ լարվածության ստեղծումը ու ուշադրության շեղումը։ Մենք հավաստի փաստեր չունենք, որ ադրբեջանական դիվերսիաները պատվիրված են Թուրքիայի կողմից, բայց կարելի է ենթադրել, որ հատկապես 100-րդ տարելիցին նման ակտիվացումը ինչ որ պայմանավորվածության արդյունք է։
որովհետև այսպիսի հետևողականությամբ, այսպիսի պարբերականությամբ մենք նման գործողություններ նախկինում չենք տեսել։ Եղել են հատուկեն դիվերսիաներ, ինչ-որ բաներ, բայց մենք տեսնում ենք, որ սա արդեն դարձել է պարբերաբար եւ հստակ տարվող քաղաքական գիծ է։ Կարելի է ենթադրել, թե նպատակը որն է, ուշադրության շեղում է եւ հայությանը հիշեցնում են, որ դուք ունեք շատ ավելի արդիական խնդիր, դա Լեռնային Ղարաբաղի հիմնահարցն է, այնպես որ զբաղվեք դրանով, ոչ թե հայոց ցեղասպանությամբ։ Եթե անգամ նման պայմանավորվածություն ու պատվեր կա, դա այդքան էլ չի ստացվում։ Թուրքիայի եւ նրա կրտսեր դաշնակցի Ադրբեջանի կողմից կարծում եմ, որ սա այն տարելիցն է, որ մենք ազգովի պետք է կոնսոլիդացվենք։ Մեր ցանկացած քայլ պետք է միտված լինի արժանապատիվ այս տարելիցը անցկացնելու։ Կարծում եմ, որ 100-րդ տարելիցը դա բեկումնային տարի է, եւ ճիշտ այնպես ինչպես 50-րդ տարելիցին Ուրուգվայի ճանաչումով հիմք դրվեց հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին եւ 1967-ին տոտալիտար երկրի պայմաններում ժողովուրդը դուրս գալով փողոցներ հարկադրեց, որ Ծիծեռնակաբերդում կանգնեցվի Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիրը, 100-րդ տարելիցի բեկումը պետք է արձանագրվի իսկապես ճանաչումից հատուցման անցնելու գործելավոճով։ Հիմքը արդեն դրված է եւ կարծում եմ, որ համահայկական հռչակագիր ազգային կոնսոլիդացիայի առաջին արգասիքն է, բայց դրանով մենք չպետք է կանգ առնենք, եթե դրանով ամեն ինչ ավարտվեց, ուրեմն սա կլինի ընդամենը գեղեցիկ ժեստ։ Սա ընդամենը սկիզբն է եւ մենք պետք է կյանքի կոչենք նաեւ 6-րդ հոդվածը, ստեղծենք թղթածրար, նախապատրաստենք մեր ապագա անելիքները։ Պարոն Մարուքյան, ցեղասպանագետներ այսօր պատրաստվում են։ Ուրախությամբ պետք է նշեմ, որ Երևանի պետական համալսարանի Գիտական հետազոտությունների ինստիտուտում արդեն երկրորդ տարին է մագիստրոսական ծրագիր կա եւ այդտեղ փաստորեն պատրաստվում են ցեղասպանագետներ, դասավանդում են հանրապետության լավագույն մասնագետները տարբեր գիտահետազոտական հիմնարկներից, որոշակի ոգևորություն կա եւ ես էլ դասավանդում եմ այդ մագիստրանտներին։ Հատկանշական է, որ ուսանողների մի զգալի մասը սփյուռքահայեր են, որոնց համար ուրեմն անվճար ուսման պայմաններ են ստեղծված, ուրեմն ունենք վրացահայեր, Ուկրաինայից ուրեմն սովորողներ, Ռուսաստանի Դաշնությունից, Լիբանանից, այսինքն բոլորը ուրեմն ոգևորված են այս գործընթացով եւ կարծում եմ, որ իհարկե վաղուց պետք է սա արվեր, բայց ելի լավ է ուշ քան երբեք, մենք արդեն փաստորեն նեղ մասնագիտական ուղղություն ունենք մագիստրատուրայում, կարծում եմ, որ այս երեխաները հետագայում կհամալրեն մեր գիտնականների շարքերը, լոբիստների շարքերը, որոնք ավելի պրոֆեսիոնալ լոբինգով կզբաղվեն հետագայում եւ ի վերջո սերնդափոխություն կապահովի, կունենանք ավելի նեղ մասնագետներ այս բնագավառում։ Շնորհակալ եմ անչափ, պարոն Մարուքյան, թարմ զրույցի համար։ Մեր ռադիո լսողներին հիշեցնեմ, որ տաղավարում աշխատում էր Հասմիկ Օրբելյանը, իսկ իմ թարմ ուղեղով զրուցակիցը Գիտությունների ակադեմիայի Պատմության ինստիտուտի հայկական հարցի եւ հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու դոցենտ Արմեն Մարուքյանն է։ Շնորհակալություն, ցտեսություն։